Հաղորդման գործընկեր Յասաման ռեստորան։ Եկել ենք ցրելու բոլոր միֆերը եւ պատմելու ողջ ճշմարտությունը նիհարելու մասին, ինչու չեք նիհարում եւ ինչպես դա անել։ Տենդենսը եթե այսպես շարունակվի, 2035 թվականին շուրջ 4 միլիարդ մարդ կտառապի ավելորդ կշռով։ Դասական կանոնի համաձայն նիհարելու տարբերակը մեկն է՝ կալորիայի դեֆիցիտը բերում է քաշի նվազման։ Եթե դեֆիցիտ տեղի չի ունենում, որոնք են պատճառները։ Եվ քաղցր ըմպելիքներում եւ շատ սոուսներում կան թաքնված կալորիաներ, որը որ մենք չենք նկատում։ Մենք ընդունենք ավելի քիչ, քան մեր յուրաքանչյուր օրվա ծախսն է, երկարաժամկետ եւ արդեն արդյունքները իրենց մասին կփաստեն կշեռքի թվերով մեր գեղեցիկ կազմվածքով։ Եթե հորմոնները մեղավոր չեն, մենք բերել ենք 7 դասական կանոններ, որոնք կօգնեն ձեզ նիհարել։ Երբ որ սննդ ընդունումներից զատ մենք օրվա մեր ջրի պաշարը լրացնում ենք, ավելի երկար եւ հագեցվածություն եւ ավելորդ սնունդ ուտելու կարիքը այստեղ ավելի քչանում է։ Հատկապես նիհարողները ինչ ուտեն եւ ինչ չուտեն։ Իրականում առանց սպիտակուցների գեղեցիկ նիհարել չի ստացվի։ Գուցե կշեռքի վրայի թվերը մեզ դուր գան, բայց առանց սպիտակուցների մենք էֆեկտիվ արդյունք չենք կարողանում ապահովել։ Դուք դիտում եք միֆ, թե իրականություն հաղորդումը բարև ձեզ։ Քանի անգամ եք սոցցանցերում հանդիպել աղջիկների լուսանկարների, որոնք նիհարել են 20, 30 եւ ավել կիլոգրամներ եւ ձեզ առաջարկում են օգնել դա անել։ Եվ դուք մտածում եք, արժե արդյոք վստահել, իսկ ինձ մոտ կստացվի։ Եկել ենք ցրելու բոլոր միֆերը եւ պատմելու ողջ ճշմարտությունը նիհարելու մասին, ինչու չեք նիհարում եւ ինչպես դա անել։ Կզրուցենք սննդաբան Գայանե Սուրմալյանի հետ, բարև ձեզ։ Բարև ձեզ Գայանե։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Սկսենք նրանից, որ ամբողջ աշխարհում յուրաքանչյուր 8-րդ մարդը գեր է եւ ավելորդ քաշի ճարպակալման տեմպերը գնալով աճում են։ Ասենք թե ինչ են ցույց տալիս հետազոտությունները եւ որոնք են պատճառները։ 2022 թվականին համաշխարհային առողջապահական կազմակերպության տվյալներն են, որ ամբողջ աշխարհում 1.9 միլիարդ մարդ ունի ավելորդ կշիռ եւ տենդենսը եթե այսպես շարունակվի, 2035 թվականին շուրջ 4 միլիարդ մարդ կտառապի ավելորդ կշռով եւ սա մեծ գերխնդիր է համաշխարհային առողջապահության համակարգում։ Մենք սննդակարգը հիմնականում որոնք են այն կետերը, որ բերում են այս տվյալներին, անառողջ սնունդը մեր գրաֆիկում, մեր ապրելակերպի պասիվությունը, ոչ բալանսավորված սննդակարգը օրվա ընթացքում եւ երկարաժամկետ։ Այո, բայց ամենավատն այն է, որ կան մարդիկ, ովքեր փորձում են նիհարել, բայց դա նրանց չի հաջողվում, հիասթափվում են ու այլևս չեն փորձում, որոնք են այդ սխալները եւ պատճառներին անդրադառնալ։ Իրականում տարածված սխալները բավականին շատ են, առաջի տեղում կլինի ապրելակերպը, սննդակարգը։ Հիմնականում մենք ուշադրություն չենք դարձնում մեր սննդընդունումներին, օրվա ընթացքում ուտում ենք շատ անկանոն, անորակ սնունդ, ցավոք, բայց արագ սննդի կետերում սպառումները տարեցտարի ավելանում են եւ սա ուղիղ կապված է մեր եւ ավելորդ կշռի եւ վատ ինքնազգացողության հետ։ Կարգավորելով մեր սննդակարգը, ապրելակերպը, ֆիզիկական ակտիվությունը, քնի ռեժիմը, մենք կունենանք լիարժեք կշռի նվազում եւ իհարկե պահպանում, ինչը շատ կարեւոր է։ Դասական կանոնի համաձայն նիհարելու տարբերակը մեկն է՝ կալորիայի դեֆիցիտը բերում է քաշի նվազման։ Եթե դեֆիցիտ տեղի չի ունենում, որոնք են պատճառները։ Իրականում շատ հաճախ մենք մտածում ենք, որ քիչ ենք սնվում եւ օրվա ընթացքում ավելի շատ ենք կալորիա ծախսում, պետք է նիհարենք, բայց ժամանակի ընթացքում հասկանում ենք, որ մեր կիլոգրամները չի պակասում։ Այս ամենը գալիս է նրանից, որ մենք չենք հետևում իրականում կալորիաների դեֆիցիտին եւ կան շատ թաքնված կալորիաներ, որը որ մենք չենք զգում, որ օրվա ընթացքում օգտագործում ենք։ Պետք է մենք ստեղծենք կալորիայի դեֆիցիտ օրվա ընթացքում գոնե 200-300 կալորիայի հաշվարկով, մենք ընդունենք ավելի քիչ, քան մեր յուրաքանչյուր օրվա ծախսն է, երկարաժամկետ եւ արդեն արդյունքները իրենց մասին կփաստեն կշեռքի թվերով մեր գեղեցիկ կազմվածքով։ Երբ որ մենք չենք նիհարում, բայց սննդակարգում կատարել ենք փոփոխություններ, պետք է վերանայել մեր սննդակարգը, քանի որ եւ քաղցր ըմպելիքներում եւ շատ սոուսներում կան թաքնված կալորիաներ, որը որ մենք չենք նկատում, արդյունքում մենք ընդունում ենք ավելի շատ կալորիա, քան մեր օրվա ծախսն է, ինչի արդյունքում ցավոք գնալով տարվա կտրվածքով ունենում ենք կշռի ավելացում։ Սնունդը կալորիա է, բայց անհրաժեշտ էներգիա ունենալու համար։ Եթե շատ ենք ուտում, քիչ ենք ծախսում, բնականաբար ավելորդ քաշ ենք հավաքում։ Ինչ անել այս դեպքում։
Իրականում կալորիաների դեֆիցիտի հետ կապված, եթե մենք հաշվարկում ենք կալորիաները եւ մեր օրվա ծախսը, սննդակարգը վերանայելով, եթե այս դեպքում էլ չենք ունենում բավարար կշռի նվազում, ապա պետք է ավելացնել մեր ֆիզիկական ակտիվությունը, լինենք ավելի շարժուն, ապահովենք ավելի շատ կալորիայի ծախս, ինչի արդյունքում կունենանք ցանկալի արդյունքը, բայց եթե եւ սննդակարգը կարգավորելով եւ մեր ֆիզիկական ակտիվությունը ավելացնելով մենք չենք հասնում ցանկալի արդյունքին, ապա հնարավոր է լինել առողջական խնդիրներ, որ պետք է արդեն հետազոտվեք։ Եթե հորմոնները մեղավոր չեն, մենք բերել ենք 7 դասական կանոններ, որոնք կօգնեն ձեզ նիհարել։ Ինչից սկսել։ Շատ կարևոր է առավոտյան արթնանալուց հետո օրը սկսենք սովորական պարզ ջրով, ոչ թե սուրճով։ Մեր իրականությունում շատ հանդիպում ենք դեպքեր, երբ որ սկսում ենք օրը սուրճով։ Մաքուր ջրով օրը սկսելը ձեզ կօգնի եւ սրտանոթային համակարգին, եւ աղեստամոքսային համակարգին, եւ օրը դրական սկսելու լավ տարբերակ է։ Օրվա ջրի նորման 1 կիլոգրամի համարժեք է 30 միլին, բայց եթե դուք ջուր խմող չեք, միանգամից մի հաշվարկեք եւ սկսեք օրվա ընթացքում լիտրուկես 1.5-2 լիտր ջուր խմելը, սկսեք փոքր չափաբաժիններից, սկզբից խմեք ամեն օր 2-3 բաժակ ջուր, կտեսնեք, որ դա հեշտ խմում եք օրվա ընթացքում, խնդիրներ չեն լինում, ավելացրեք եւս 1 բաժակ, 1 շաբաթվա ընթացքում եւ այսպես ժամանակի ընթացքում կհասնեք ձեր այն նորմատիվին, որը իրականում ձեզ հարկավոր է օրվա ընթացքում։ Իսկ ինչու է պետք ջուր խմել, հատկապես նիհարողներին։ Իրականում ջուրը մեր նյութափոխանակությունը ջրային միջավայրում է կատարվում եւ երբ որ մենք ջուր չենք խմում, շատ հաճախ մեր ծարավի եւ սովի զգացողությունները չենք կարողանում տարբերել եւ ավելի հաճախ ենք քաղցի զգացողություն ունենում, բայց երբ որ սննդընդունումներից զատ մենք օրվա մեր ջրի պաշարը լրացնում ենք, ավելի երկար եւ հագեցվածություն եւ ավելորդ սնունդ ուտելու կարիքը այստեղ ավելի քչանում է։ Երկրորդ կանոնի համաձայն պետք է սնվել օրական 3-ից 4 անգամ փոքր չափաբաժիններով։ Այո, շատ կարևոր է, իրականում որքան որ կարևոր է մեր ափսեի բաղադրությունը, մթերքները, նույնքան կարևոր է այն կանոնահերթությունը, այն կանոնակարգը, որով որ մենք սնվում ենք, պետք է ունենանք 3 հիմնական սնունդ, 1 կամ 2 միջանկյալ կախված մեր քնելու, արթնանալու ժամերի հետ կապված։ Երբ որ մենք չենք ունենում այս սննդընդունումները, երկար ժամանակ քաղցած ենք մնում, մեր հաջորդ սննդընդունումը լինում է չափաբաժնով բավականին շատ։ Մենք ընդունում ենք ավելի շատ կալորիաներ, քան մեզ հարկավոր է, սպասելով, որ քաղցի զգացողությունը մենք կկոտրենք, բայց այսպես մեր առողջ սննդակարգը չենք կարողանում լիարժեք ձևակերպել, պահպանել, ինչի արդյունքում արդեն եւ վատ ինքնազգացողություն եւ կշռի հետ կապված խնդիրներ ժամանակի ընթացքում ձեռք ենք բերում։ Երրորդ կանոնի համաձայն միշտ ապիր ուտելուց եւ դանդաղ ծամիր ուտելիքը։ Այո, երբ որ մենք հաճախ շատ արագ ենք ուտում, մեր քաղցի զգացողության ավելի ուշ ենք գալիս, չենք հասկանում, որ մենք կշտանում ենք կարճ ժամանակում։ Կարճ ժամանակում արագ ուտելով նախ մարսողական համակարգի համար է դա դժվարություններ առաջացնում եւ ստամոքսում ծավալի լրացման առումով ավելի ուշ ենք գալիս այդ մեծ ծավալին, ինչը մեզ բերելու է հագեցվածության զգացողության եւ այստեղ եւս ավել կալորիաներ ենք ընդունում։ Երկար ծամեք եւ շատ կարևոր այսօրվա մարդու ժամանակակից մարդու խնդիրներից եւ երեխաների մոտ եմ ես շատ հանդիպում Կարինե ջան, որ ուտելու ժամանակ մենք հեռախոսների մեջ ենք, գadgetներին ենք ուշադրություն դարձնում եւ շատ հաճախ չենք կենտրոնանում մեր սննդընդունման վրա, ինչի արդյունքում չզգալով ընդունում ենք ավելի շատ սնունդ, ինչը իրականում հարկավոր չէ։ Հատկապես նիհարողները ինչ ուտեն եւ ինչ չուտեն, 4-րդ կանոնը որն է, ինչից սկսել, նախաճաշ, ճաշ, ընթրիք։ Իրականում մեր ափսեն պետք է լինի բալանսավորված, ցանկացած ժամի մենք պետք է ունենանք ածխաջրեր, սպիտակուցներ, ճարպեր, ճիշտ բաժանված չափաբաժիններով, բայց պետք չէ ամեն անգամ շատ կենտրոնանալ, գրամներով կշռել կամ կալորիաներ հաշվել։ Ուղղակի ձեր ափսեում թող գերակշռի սեզոնային թարմ բանջարեղենները, կանաչեղենը, ինչը սննդընդունման ժամանակ սկզբից օգտագործեք, դա թույլ կտա, որ
մանրաթելերով հարուստ, բջջանյութով հարուստ սնունդը մեր ստամոքսում ավելի մեծ ծավալ է զբաղեցնում եւ մեզ բերում է հագեցվածության զգացողության։ Եթե մենք սկզբից ուտում ենք հագեցած ճարպերը, ածխաջրերը, հագեցվածության զգացողության ավելի ուշ ենք գալիս, ինչի արդյունքում ավելի շատ կալորիաներ ենք ընդունում։ Նաեւ մանրաթելերի մասով շատ կարեւոր է, որ յուրաքանչյուր սննդի ընդունման ժամանակ մենք ունենանք հավասարակշռված բանջարեղեն, կանանչեղեն, ինչը մեր մարսողական համակարգի համար առանձնակի կարևոր է։ Նիհարողները ածխաջրերը, ճարպերը պետք է բացառեն իրենց սննդակարգից։ Ոչ, եւ նիհարողները եւ սովորական մարդիկ պետք է իրենց ռացիոնում ունենան օգտակար սպիտակուցներ, օգտակար ճարպեր եւ բջջանյութ, ածխաջուր, ինչը մեզ շատ կարեւոր է։ Սպիտակուցները օգնում են նիհարել։ Իրականում առանց սպիտակուցների գեղեցիկ նիհարել չի ստացվի։ Գուցե կշեռքի վրայի թվերը մեզ դուր գան, բայց առանց սպիտակուցների մենք էֆեկտիվ արդյունք չենք կարողանում ապահովել, որովհետև նախ սպիտակուցը մեզ տալիս է հագեցվածության զգացողություն եւ սպիտակուցային սնունդն են, որ սնում են մեր մկանները, ինչը մեր արտաքին տեսքի համար առանձնակի կարեւոր է։ 5-րդ կանոնի համաձայն նիհարողները պետք է օգնեն, նպաստեն օրգանիզմի նյութափոխանակությանը։ Ինչպես դա անել։ Ժողովրդական մեթոդներ կան, ասում են օրինակ լիմոնաջուրը ուտելուց առաջ, իմպիրով կամ նեխուրի օգտագործումը բավականին հաճախ, վարունգը եւ այլն կարող են նպաստել օրգանիզմի նյութափոխանակությանը։ Իրականում ջրի ռեժիմը պահպանելու ժամանակ, եթե մեզ սովորական ջրի համը դուր չի գալիս, կարող ենք ավելացնել բնական թեյեր, կարող ենք ավելացնել կիտրոն, կարող ենք ավելացնել իմբիր, բայց չսպասելով, որ կիտրոնը մեզ կնիհարեցնի։ Համային կարող է մեզ ավելի հաճելի թվա այդպիսի ջուրը խմելը, բայց իհարկե դա միֆ է, որ լիմոնաջուր խմելով մենք կհասնենք ցանկալի արդյունքի, եթե օրվա ընթացքում չունենք կանոնակարգված սննդակարգ։ Ինչ պետք է ասել սերմերի մասին, մենք գիտենք, որ այդ փոքրիկ սերմերը ունեն բարձր կալորիականություն, բայց օրինակ ասում են չիայի կտավատի սերմերը օգնում են նիհարել, սա միֆ չէ։ Իրականում շատ օգտակար են, իրենցում պարունակում են օգտակար ճարպեր, որոնք մեր օրգանիզմի շատ հարկավոր են, բայց այո, դրանք կալորիական են, այսպես 400-ից 500-600 կիլոկալորիա են, լավ կլինի չափավոր մեր ռացիոնում ունենանք, բայց չսպասենք նիհարելուն։ Ուղղակի որպես առողջ սնունդ մեր ռացիոնում ունենանք չափաբաժինները հաշվի առնելով եւ սերմերը օգտագործելուց ես խորհուրդ կտամ անպայման լվանակ եւ իրենց օգտագործեք այնպես ինչպես իրենք կան։ Մի ավելացրեք աղ, մի կրակի վրա իրենց վերամշակեք, մի շաքարավազ ավելացրեք, հենց թարմ տեսքով ինչպիսին որ կան, այդպես էլ օգտագործեք։ Թերևս պետք է աղալ կտավատի սերմերը։ Լավ մարսելու համար։ Այո, եւ քունջութը մարսողական, բայց աղացած տարբերակով մենք չափը գուցե շատ չզգանք, որքան ենք օգտագործում։ Նույն եթե չաղացած տարբերակով մենք կարող ենք 1-2 ճաշի գթալ կտավատի սերմ օգտագործել, աղացածի տարբերակում այդ 2 ճաշի գթալը դառնում է շատ ավելի քիչ եւ այստեղ կարող ենք նաեւ կալորիաների մասով սխալվել, եղեք ուշադիր։ Ունեն ինֆորմացիա։ Բայց ասում են կտավատի սերմերը օգնում են օրգանիզմից դուրս բերել բոլոր վատ, այսպես նյութերը, ավլում, մաքրում եւ հեռացնում են, սրանով էլ հենց նպաստում նյութափոխանակությանը։ Իրականում բավականին օգտակար հատկություններ ունեն կտավատի սերմերը, ունեցեք ձեր ռացիոնում, բայց սրանից զատ մենք պետք է օրվա ընթացքում ունենանք անհրաժեշտ մանրաթելերի քանակ։ Եթե մենք դա չունենք, մաքրման գործընթացը, մեր աղեստամոքսային համակարգի աշխատանքը չենք կարողանում արդյունավետ ապահովել։ Նիհարելու 6-րդ կանոնի համաձայն ձեր վերջին սնունդ ընդունումը պետք է լինի քնելուց 3 ժամ առաջ, նվազագույնը։ Ասենք ինչու։ Այո, իրականում, երբ որ մենք ընթրիք չենք կատարում, բաց ենք թողում ընթրիքը, սա նպաստում է, որ հաջորդ օրվա ընթացքում մենք ունենում ենք թույլ էներգիա, վատ ինքնազգացողություն, նույնը կատարվում է նաև այն դեպքում, երբ որ կատարում ենք ընթրիքը քնից 1-2 ժամվա ընթացքում։ Ճիշտ է, վերջի սնունդ ընդունումը լինի քնից 3-4 ժամ առաջ եւ ընթրիքին ափսեն հարկավոր է լինի սպիտակուցային եւ բանջարեղենային մթերքներ, ավելի թեթև, ավելի քիչ քանակությամբ, քան մեր ճաշի ափսեներ եւ ցանկալի է, որ երեկոյան ժամերին մենք ածխաջրեր չօգտագործենք, սա կօգնի, որ մենք ունենանք լիարժեք քուն, օրգանիզմը ավելի հեշտ կվերականգնվի եւ առավոտյան ավելի թարմ կլինենք։ Փաստորեն միֆ է, որ օրվա ընթացքում եթե քո անհրաժեշտ կալորիաները չես սպառել, կարող ես դա անել գիշերը։
Այո, իրականում չի կարելի, այս քայլով մենք կնպաստենք մեր նյութափոխանակության խանգարմանը, քանի որ օրվա լույսավորության հետ կապված մեր նյութափոխանակությունը, որքան օրը մտնում է, նյութափոխանակությունը դանդաղում է եւ դեպի երեկո մենք պետք է նվազեցնենք եւ մեր մտավոր աշխատանքը եւ ֆիզիկական ակտիվությունը եւ սնվելու չափաբաժինները եւ մթերքների, այսպես քանակը ավելի պետք է պակասեցնենք, որտեղ օրգանիզմը գնում է դեպի հանգստի, նպաստենք մենք մեր քայլերով օրգանիզմի լիարժեք, այսպես վերականգնման հանգստման գործընթացին։ Եվ վերջին 7-րդ ոսկե կանոնի համաձայն մենք պետք է ունենանք առողջ եւ բավարար քուն, որպեսզի նիհարենք, եւ հակառակը, եթե չունենք առողջ քուն, դա կնպաստի ավելորդ քաշի։ Այո, շատ կարևոր է, որ մենք արթնանանք եւ քնենք նույն օրվա ընթացքում։ Եվ լավ կլինի, որ արթնանանք առավոտյան 7-ից ոչ ուշ, հորմոնալ դաշտի առումով դա շատ օգտակար է եւ քնենք գոնե մինչեւ 23:00, սա կօգնի լիարժեք հանգստանալ, վերականգնվել եւ հաջորդ օրը ավելի թարմ եւ էներգիայով լի սկսել։ Միֆ չէ, որ ավելորդ քաշը այո խանգարում է քնել եւ նրանք ովքեր ազատվում են ավելորդ քաշից, այո կարողանում են հանգիստ եւ առողջ քունը վայելել։ Իրականում ավելորդ կշիռը առհասարակ օրգանիզմի համար խնդիրներ է առաջացնում նույն ճարպային հյուսվածքի առումով եւ նաեւ քնի որակի վրա է իր վատանդարձը ունենում յուրաքանչյուր 2-3 կիլոգրամի նվազումը մեզ բերում է լավ ինքնազգացողության, թեթևության, նաեւ այդ թվում քնի բարելավման։ Շնորհակալություն եւ վերջում ձեր խորհուրդը ինչ անել չհիասթափվելու համար եւ այո ստացվի նիհարել եւ այնքան ցանկալի արդյունքը, որը ակնկալում ենք, իսկապես ուրախացնի մեզ։ Իրականում ես խորհուրդ կտամ, որ նիհարելու ձեր փորձերը երկարաժամկետ դարձնեք, չփորձեք նիհարել որևէ առիթի համար, մոտակա հարսանիքի համար, ձեր ծննդյան առիթի համար, որպես կանոն այս փորձերը բերում են իրենց վատ հետևանքներին։ Մի պահեք դիետաներ, շատ կարևոր է, սնվեք բալանսավորված եւ ձեր սնվելու սովորությունները դարձրեք առողջ երկարաժամկետ։ Հիմնականում կատարեք ճիշտ նախաճաշ, խմեք բավարար ջուր օրվա ընթացքում, եղեք ֆիզիկապես ակտիվ, ձեր ճաշը բաց մի թողեք, ունեցեք բալանսավորված ճաշի ափսե, ընթրիքը թող լինի քնից 3-4 ժամ առաջ եւ իհարկե կարող եք օգտվել բոլոր սննդատեսակներից չափավոր հաշվարկելով ձեր օրվա կալորիականությունը, ընտրեք ձեզ համար չափանիշներ երկարաժամկետ։ Մի նիհարեք 1-2 ամսվա համար եւ հետո նորից ցանկալի արդյունքին հասնելու համար վերադարձեք ձեր նախկին սխալ սնվելու սովորություններին։ Շատ կարեւոր է դանդաղ, բայց ճիշտ քայլերով երկարաժամկետ, ես կասեի միշտ փոխենք մեր սնվելու սովորությունները, ապրենք առողջ, ավելի գեղեցիկ, էներգիայով լի եւ առողջ լինելու համար։ Շնորհակալություն։ Մենք զրուցում ենք սննդաբան Գայանե Սուրմալյանի հետ, այո ավելորդ քաշը վնասում է մեր առողջությանը, կյանքի որակին, ինքնազգացողությանը, այնպես որ փոխեք սննդային սովորությունները եւ դուք կտեսնեք ցանկալի արդյունքը։ Հետևեք մեր հաղորդումներին, տիրապետեք ինֆորմացիայի ուժին, տարբերեք միֆը։ Շնորհակալություն Յասաման ռեստորանին, ընկերական համեղ հանդիպումների, ջերմ հիշողությունների հավաքատեղի։ Համեցեք Յասաման Երևանում, Ծաղկաձորում եւ Սևանում։ Մինչ հանդիպում։